հարցը գրետիկ քո Խաչոյի Բալաբեկյանի սեփականության յամկը պատկանող մասին քարտական շահությունը փոխելու մասին։ Հայաստանի Հանրապետության ավանդույթի մասի քաղաքական համայնքի արգելքում գտնվող գրետիկ Խաչոյի Բալաբեկյանի սեփականության յամկը պատկանող 04-009-ից 076-ից 011 կադաստրային ծածկելու 0-5 ինտերնետ գյուղատնտեսական նպատակային նշանակության օգնության նշանակությունը փոխել որպես արդյունաբերության դեպօգտագործման եւ այլընտրանքային նպատակային նշանակության գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գյուղատնտեսական արտադրական վերամշակույթի տնտեսություն խաղացող համար։ Ներկայացնում ձեզ որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության Նարմալի մարզի Փարաքատուական համայնքի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու եւ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ դպրոցի առաջին մասի 28-րդ կետով Փարաքար հավաքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Նարմալի մարզի Փարաքատուական համայնքի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել Հայաստանի Հանրապետության Նարմալի մարզի Փարաքար համայնքի Փարաքարի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության, հաստատել Հայաստանի Հանրապետության Նարմալի մարզի Փարաքար համայնքի Փարաքարի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն հավելվածին։ Որոշում ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Տեսեք, կանոնադրությունը դեռևս շատ հին խմբագրություն ունի, նոր խմբագրված կանոնադրություն գոյություն արդեն կառավարության կողմից որոշված, կատարում են կանոնադրության փոփոխություն համապատասխանեցնելով նոր ձևաչափի կառավարության կողմից։ Իսկ անվանափոխությունը, քանի որ գտանք, որ Հովիկ Էդգարյանը ինքը մշակութային մարդ չի, որ կապված կլինի, եւ այդ ձևով նաեւ բացառելով փողային դրամական օգնությամբ եւ նրանց կողմից ներկայացված պահանջների կասեցում այլևս չընդունենք այդպիսի պայմաններ ու անվանափոխենք դրամական օգնության հիմքով, նեյտրալ ընդունում ենք Փարաքարի արվեստի դպրոց անվանումը։ Հիմնական բառը է, որ ոչ մեկ էլ ասել տնօրենի կարծիքի ես ուզեի լսել, եթե կարելի է։ Քննեք, կարող եք խոսել։ Բարևս Հայաստան անդամներ, պարոն Ախտարյան, տեսեք, ի սկզբանե ես այդ քննարկումն էի ուզում անեինք, որ դպրոցը անվանափոխություն լիներ, անվանափոխության մասին է եղել սկզբնական շրջանում խոսքը, որ լիներ դպրոցի անունը մի այնպիսի մարդու, ով մեծ ներդրում ունի մշակույթի մեջ, արվեստի մեջ, որ չլինի, նախ ներկայացնեմ ով է Հովիկ Էդգարյանը։ Հովիկ Էդգարյանը գրող, բեյրութահայ բիզնեսմեն, ով ունեցել է երաժշտական դպրոցում Լիբանանում եւ Բեյրութում եւ ինչ-որ ժամանակ հայտնվել է այստեղ եւ ինչ-որ մեկի միջոցով խնդրել են, որ գա եւ օգնի, որ դպրոցը շատ վատ պայմաններում է եղել եւ եղել է միայն երկու հարկը մեր, երկու մասնաշենք ունենք, նոր մասնաշենք եւ հին մասնաշենք։ Այդ հին մասնաշենքն է եղել, հիմա ինչը վթարային է, ճաքեր ունի եւ ինչ-որ X գումար, $10,000 կարգի, ես ճիշտ ասած, այդ ոչ մի փաստաթղթում դա գրանցված չի, որ ես ներկայացնեմ, գումար է տվել այն պայմանով միայն։ Եվ այդ քննարկումը եղել է ինչ-որ երկար ժամանակ, որ իր անունով պետք է գոչվի դպրոցը։ Եվ երևի չեն ունեցել ուրիշ տարբերակ, վերցրել են եւ արվել է միայն երկրորդ հարկի պատուհաններն է փոխվել, կոսմետիկ ռեմոնտ արվել եւ ներքևի հարկի ոչինչ չի արվել, էլի կոսմետիկ ինչ-որ ռեմոնտ արվել։ 2007 թվականին
հայկական հիմնադրամի միջոցներով վերակառուցվել է դպրոցը, այս մյուս մասնաշենքը եւ այն մյուսը նորից վերանորոգվել է։ Եվ 2008 թվականին կահույքը ամբողջ գնվել է Տերևտիկին Չոփորյանների կողմից ֆրանսիահայ բարերարներ, ովքեր որ հիմա ուշատախտակ ունեն դպրոցում կախված, որ գրված է ում կողմից է վերակառուցվել, ում կողմից է կառավարվել։ Այսինքն էլի այստեղ Հովիկ Էդգարյանի անունով է, իրանք չեն ստիպել, որ քանի միլիոն դրամի ներդրում են արել, բայց իրանց անունով լինի դպրոցը։ Այսինքն, եթե երաժշտական ոլորտում է, եթե խոսում ենք ու ուզում են իմանալ ինչ եք ձեր դպրոցը անվանակոչել Հովիկ Էդգարյանի անունով, մեծ անուն երաժիշտների հետ է խոսելուց, ասում եմ ուղղակի գումար է տվել դպրոցին ու պայմանադրել, որ իր անունով պետք է լինի դպրոցը։ Փարաքարի ոչ մի բնակիչ, անգամ սովորող երեխաների ծնողներից ոչ մեկ չգիտի դպրոցը ում անունով է, ով այդ մարդը։ Ուզում եք հարցում անցկացնենք, իրոք չգիտեն։ Անգամ չգիտեն, որ դա արվեստի դպրոց է, իրանք գիտեն որպես երաժշտական, որ ասում ենք ես ուզում եմ, որ անվանափոխություն սկզբնական այդպիսի քննարկում արեցինք անվանափոխության համար։ Եթե դա կլինի ուժի մեջ կմտնի, որ ինչ-որ մեծ անուն կոմպոզիտորի անունով կլինի, եթե չէ, ես կարծում եմ միգուցե մի որոշ ժամանակ հետո նոր շենք կառուցենք, այդ շենքը էլ չլինի, ասենք ինչի այդ շենքի այդքանի համար լինի Հովիկ Էդգարյանի անունով, ինքն մեծ ավանդ չունի, ոչ երաժշտության մեջ, ոչ մեր հայկական արվեստի ու մշակույթի մեջ։ Ավելի շատ ես եմ դրել Փարաքար համայնքի որ Փարաքար համայնքով ճանաչվի ձեր արվեստը։ Այդպես է ճանաչում Աղան Աբերդյան, բոլոր Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար, նորմալ է։ Ես հիմա ունեմ տեղեկությունները կարող եմ գրավոր ներկայացնել։ Մեծանուն կոմպոզիտորների անունով համարյալ կան։ Ես էլ միշտ մտածել եմ, Անամեծ Փարաքար համայնքի անունով կոչվի, որ դες ճանաչվի Հայաստանում։ Եթե ուրիշ հարցեր կան, ընդունում ենք ովքեր են մեկ դեմ, ձեռնապատ, Հաջորդ որոշման նախագիծն եմ ձեզ ներկայացնում, բխում է այս ընդունակ որոշումից, ուժը գործարարեք ճանաչում Փարաքարովական համայնքի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց համայնքային վճարագրային կազմակերպության կանոնություն հաստատելու մասով 2010 թվականի մարտի 30-ի թիվ 4/2 որոշման երկրորդ կետը։ Հաջորդ որոշման նախագիծն եմ հարկելի ավականներում ձեզ ներկայացնել, նաև ուզում եմ մի փոքրիկ հուշում այս որոշման նախագծի հետ կապված։ Այս նախագծի հիմքերում Վանոց Գրիգորյանի նախնական քարոզարշավի խոստումներից մեկն է ընկած։ Այսինքն ապրելու բարեգործական հիմնադրամի կողմից Փարաքար համայնքին տրանսպորտային միջոցի նվիրաբերությունը իգիտություն ընդունելու և տրանսպորտային միջոցի հետագաշահագործման, պահպանման և սպասարկման պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծն է, որով մենք մեկ ավտոբուս ընդունում ենք, որը օգտագործվելու ներհամայնքային տրանսպորտ որպես։ Որ ընթերցեմ ամբողջ որոշումը, թե պես կարևորել է։ Նախնական որոշել են, որ արևադարձի կողմից դրա ցուցաբեր պետքում եւ հատվածի սպասարկի ընդհանրապես մենք մեկ ավտոբուս է ձեռք բերենք, որ շնորհակալի կողմից դրա ինչ համայնքային որպես տարած շատ որոշումներ շատ ծառայի որտեղ ճիշտ բառեր դա իջած չէ ոնց անում ենք գազերների հարցը հիմնականում քիչ ժամերի առավոտյան Եթե հարցեր ուրիշ չունեն, ուսման իհարկե ոսկեր ենք ով անցավ միանում։ Հաջորդ որոշման նախագիծը հարկերի ավականներ վերաբերվում է Մերձավանի մանկապարտեզի
6-րդ խմբի հաստատացուցակի մեջ փոփոխություն կատարել 6-րդ խմբի ավելացման։ Այսինքն Մերդավանի վաճառական շենքում առանձնացված տարածք կա, որը եւ վերանորոգվել է, վերանորոգվելուց նշել մեր հավաքարի Մամուխազարյանի անձնական միջոցներով եւ գույքը տրամադրել է FCN-ը, արդեն ունենք կահավորված խումբը ուզում ենք վերաբացել հունիսի 1-ով, անհրաժեշտություն առաջացել հաստատացուցակում կատարել փոփոխություն 6-րդ խմբի առաջանալու պայմանի պատճառով։ Սա 12-րդ հարցն է։ Թիվ 12, Հայաստանի Հանրապետության Արմավի մարզի Փարաքան համայնքի հավաքարում 25 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 165-ը որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Այսքանը։ Հարցեր չունեն, խնդրում եմ ռեակտիվ, ովքեր են գոհ անցյալն են, ամուսյան ես հարցեր շնորհակալ եմ։ Նորակարգային հաջորդ երկու հարցերը ներկայացնի Ուսինես Սիմոնյանը։ Ուզում եմ իմ շնորհակալությունը ևս հայտնել մանուկին, բոլորիս կողմից, կարելի ասել։ Ներկայացնել հաջորդ երկու հարցը Հայաստանի Հանրապետության Արմավի մարզի Փարաքան համայնքի անապահով բնակիչներին բնայրային աջակցություն ցուցաբերելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով Փարաքան համայնքի հավաքանում 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 154 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 178 որոշումներով հիմք ընդունելով Փարաքան համայնքի անապահով բնակիչների դիմումները Փարաքան համայնքի հավաքանում կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 5-ի թիվ 12 որոշումը Փարաքան համայնքի հավաքանին որոշում է։ Հայաստանի Հանրապետության Արմավի մարզի Փարաքան համայնքի անապահով ընտանիքի անդամներին ցուցաբերել բնայրային աջակցություն 320,000 դրամ չափով համաձայն հավաքածին։ Աշխատակազմի ֆինանսական գումարների եկամուտների հաշվառման հավաքագրման ծրագրերի կազմման համակարգման բաժնին կատարել համապատասխան ձևակերպություն որոշում ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Ավելվածը ձեզ մոտ կա։ Հարցեր չունեն, ես հարցում եմ։ Դի բարեգործության արգելքի խախտման տակ չի ընկնում, մի հատ գործ կար հարցված արտիկում որտեղ է, որ ԿՊԱ-ական համայնքապետը օգնություններ բաժանել, որտեղ են հարցել։ Չէ, մշտապես մենք սոցիալապես Ես բան չասես, ես ուղղակի տեղակ եմ, որպես բան կա։ Չգիտեմ ինչ ելքա ունեցել է դի, բայց նախընտրական շրջանում բարեգործության համապատասխան նախընտրական բաների խախտման վտանգ կա։ Բան չասես։ Սա ավերապար տխող սոցիալական աջակցությունը, որը բյուջեով հաստատվում է։ Հետագայում օրենքի խնդիր չունենա, թե չէ, էլի խնդիր չկա, բայց Մշտական հանձնաժողովի նիստում մենք մանրամասն քննարկում ենք եւ տալիս դրական եզրակացությունը բոլորս տեղյակ ենք։ ես կարդացել եմ, Անիքավոր ընտանիքները մի քանի առաջ եմ կարդացել, որ համայնքապետի վրա նյութական աջակցություն ցուցաբերելու համար քրեական գործ են անցել, հակագործություն կողմից են։ Մանրամասն քննարկել ենք։ Գրապար դերքերել են, որ կառավարման ասացենք էլի հանրան համար սոցիալություններ կառավարել են Ովքեր հարցեր չկան, ուզում եմ զգացել, ովքեր են գոհ Հաջորդ հարցը Հայաստանի Հանրապետության Արմավի մարզի Փարաքան համայնքի անապահով բնակիչներին հնարավոր գնման համար աջակցություն տրամադրելու մասին։ Ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով Փարաքան համայնքի հավաքանում 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 154 եւ 2025 թվականի
դեկտեմբերի 25-ի 178 որոշումներով, ընդգրկելով Փարական համայնքի անապահով բնակիչների դիմումները, Փարական համայնքի ավականու կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 13 որոշում, Փարական համայնքի ավականի որոշում է։ Հայաստանի Հանրապետություն Մարզարմավերի համայնք Փարական, Գյուղ Արևաշատ, Երևանի փողոցն 104 հասցեի բնակչուհի Սվետա Գևամի Բաբլոյանի տրամադրել 100,000 դրամի չափով աջակցություն շինարարի գնման համար եւ երկրորդ Հայաստանի Հանրապետություն Մարզարմավերի համայնք Փարական, Գյուղ Պրծում, Զորավար Ահրանքի փողոցն 36 հասցեի բնակչուհի Արմինե Բաղդինակի Աթոյանին տրամադրել 100,000 դրամի չափով աջակցություն շինարարի գնման համար։ Հայաստանի Հանրապետության Արմավերի մարզի Փարական համայնքի ղեկավարի հանձնարարել իրականացնել սուր որոշումից բխող գործառույթները։ Սուր որոշումը դժվարի կրթման պահից։ Հարցեր չունենք, ուզում եմ քվեարկել։